Երևանում անցկացվում է մանկական մաշկաբանության կոնֆերանս, որին մասնակցում է շուրջ 50 մաշկաբան Մեծ Բրիտանիայից։ Ներկայացվող զեկույցներում հատուկ անդրադարձ կա մաշկաբանության ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, քննարկվում է նաև գործնականում հանդիպող բարդ դեպքերը։ Նախաձեռնությունը ի սկզբանե եղել է բրիտանական մեծ կազմակերպության կողմից, այդ կազմակերպությունը ներառում է միմիայն մաշկաբաններ, տարիքային տարբեր խմբերի եւ իրենք ի սկզբանե որոշեցին այցելել Հայաստան, ծանոթանալու մեր մշակույթի, ինչպես նաեւ մաշկաբանության հետ, արդեն բաժանվել են խմբերի եւ այդ խմբերը ամեն մեկը այցելել է տարբեր հիվանդանոցներ Երևանում, ծանոթացել տեղում բժիշկների աշխատանքին, ընդհանրապես մաշկաբանության իրավիճակին, ծառայություններին։ Մեր առաջնային գործառույթն է աջակցել մաշկաբաններին կրթություն ստանալու ինչպես իրենց երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Այդ նպատակով մենք այցելում ենք տարբեր երկրներ, հանդիպում մաշկաբանների հետ, իրականացնում փորձի փոխանակում։ Այցելելով հայաստանյան հիվանդանոցներ հասկացանք, որ այստեղ իսկապես որակյալ ծառայություններ են մատուցվում։ Կոնֆերանսին իրենց փորձն են ներկայացնում ոչ միայն մեր երկիր ժամանած հյուրերը, այլև հայ բժիշկները։ Հայաստանում է նաև մաշկաբան Ալան Հովնանյանը Ֆրանսիայից։ Ունենք գենետիկ մաշկային հիվանդությունների հայտնաբերման և բուժման մեծ և նորարար փորձ։ Հույս ունենք, որ կկարողանանք օգնել Հայաստանում ժառանգական մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց։ Մասնագետների գլխավոր նպատակն է գտնել մանկական հազվագյուտ ու բարդ մաշկային հիվանդությունների բուժման նորագույն բանաձևեր։ Կուզեի անդրադառնալ մաշկային մաստոցիտոզին, որը հազվագյուտ հիվանդություն է։ Մեծ Բրիտանիայում տարածվածությունը կազմում է 10,000-ից 1-ը։ Բուժումը բավական դժվար է, բայց կան մեթոդներ, սկսած լուսաթերապիայից մինչև դեղորայքային։ Կրեդիտավորված կոնֆերանսի առաքելություններից է նաև խթանել բժիշկների շարունակական կրթությունը։ Նարայ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։